խաղաղության օրակարգն ենք որդեգրել եւ նաեւ միջազգային շատ ուժեղ, բավականին ուժեղ կոնսոլիդացիա ենք ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության եւ ժողովրդավարության պաշտպանության շուրջ։ Մարդիկ խոսում են մի բանից, որից ոչինչ չեն հասկանում։ Օրինակ, պնդում են, թե միջազգային հանրությունն այս մի բանն ընդունում է, այն մի բանը ոչ, կամ համաձայն է այս մի բանի հետ, իսկ մեկ այլ բանի հետ համաձայն չէ։ Միջազգային հանրություն չկա։ Մենք շատ միամիտ ժողովուրդ ենք։ Շարունակաբար խոսում ենք այն մասին, թե իբր հարյուրավոր տարիներ միջազգային իրավունքը մեզ չի պաշտպանել, բայց աշխարհի հզորներն են անգամ ընդունում, որ միջազգային հանրությունը ոչ եւս է, այն վերացած է։ Այս իշխանությունները փորձում են իրենց արդարացնել, սիրաշահում են Թուրքիային եւ Ադրբեջանին, բայց դա էլ չի ստացվում, եւ իրենց վիճակը գնալով ծանրանում է։ Երբ Սերբիան իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար հարձակվեց Կոսովոյի վրա եւ այնտեղից վռնդեց ավելի քան 1 միլիոն կոսովցու, թեև հարձակումները երկու կողմից էին, միջազգային հանրությունը միանգամից միջամտեց, ասելով, որ դա անթույլատրելի է։ Պնդում էին, որ եթե անգամ տարածքն իրենցն է, որևէ մեկը չի կարող ազգային փոքրամասնությանն էթնիկ զտման ենթարկել։ Դրանից շատ առաջ, երբ Հարավսլավիան էր փլուզվում, Սրեբրենիցայի, նաև շատ ավելի փոքր մասշտաբներով Գորաժդեի եւ Ժեպայի ցեղասպանությունները չէին արդարացվում նրանով, որ Հարավսլավիան փորձում է պահպանել իր տարածքային ամբողջականությունը։ Մեր աչքերի առջև ՄԱԿ-ը, որը միջազգային հանրության բարձրագույն ատյանն է, 4 անգամ պաշտոնապես տարբեր ձևերով ընդունել է, որ Գազայում տեղի է ունենում ցեղասպանություն։ Զոհերի թիվը որոշ հաշվարկներով 100,000-ների է հասնում, ու թեև պաշտոնապես ասում են 65,000, բայց շատ ավելին է։ Կադրեր կան, որտեղ մարդկանց կենթանի այրում են, Ալաքսա հիվանդանոցի ռմբակոծումից մարդիկ այրվում են, մանկական հիվանդանոցներն այրվում են Միացյալ Նահանգների զենքով եւ փողով։ Երբ ամերիկյան համալսարաններում բողոք է լինում, ուսանողներին ծեծում են, համալսարանն էլ փակում։ Սա ժողովրդավարական Միացյալ Նահանգներն է։ Դրանից հետո էլ մեզ դասեր են կարդում։ Այսքանից հետո ինչ միջազգային հանրություն, ինչի մասին է խոսքը, երբ բոլորիս աչքի առջև ցեղասպանությունը տեղի ունենում եւ քաղաքակիրթ արևմուտքը լուր է։ Որոշ ղեկավարներ, օրինակ Մակրոնը, քննադատեց Իսրայելի արածը, բայց շարունակում է նրան զենք մատակարարել։ Մինչդեռ ոչ միայն ֆրանսիական նավերը, այլև անգամ ինքնաթիռները չհասան Հայաստան։ Իսկ Ադրբեջանը պարբերաբար Իսրայելից եւ Եվրոպայից օդանավեր է գնում։ Մեր եվրոպամետներին եւ արևմտամետներին ամենահուժկու հարվածն այն է, որ բռնապետ Ալիևն այսօր զենք է ստանում Եվրոպայից։ Մեր ժողովուրդը պետք է հստակ գիտակցի, որ փոքր, ծեծված, նվաստացած, ժողովրդի լեզվով ասեմ, թրջված սուբյեկտը, եթե նման բան է անում, ավտոմատ իր երկիրը դարձնում աշխարհակաղակական շահերի բախման կիզակետ։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ոչ թե խաղաղություն է բերում, այլ սիրիացում է բերում։ Հարգելի հայրենակիցներ, որտեղ կան մի քանի երկրների ռազմական կամ ռազմականին մոտ ներկայություն, հա։ Մեզ ստում էին, թե երբ դառնանք ժողովրդավարություն, կտրվենք Ռուսաստանից, Արևմուտքից միանգամից օգնություն կստանանք եւ նրա մասը կդառնանք։ Արևմուտքն այսօր Ադրբեջանի հետ շատ ավելի սերտ հարաբերություններ է զարգացնում, քան մեզ հետ։ Նրանց պետք են Ադրբեջանի նավթն ու գազը։ Այդ մասին տարիներով խոսվել է, ոչ ոք չէր լսում, քանի որ այստեղ մի ամբողջ բանակ է աշխատում, եւ նրանց ֆինանսավորումը վեցապատկվել է։ Միայն ամերիկյան աղբյուրներից եկամուտը 40-50 միլիոն դոլարից դարձել է 250 միլիոն դոլար։ Եթե այդքան տան մեկին, նա կասի, որ ամեն ինչ լավ կլինի, եթե Արցախը հանձնենք, ռուսների հետ կռվենք եւ դառնանք Արևմուտքի մաս։ Մեզ 3 թշնամին հերիք չէր, հիմա 4-րդն էլ կլինի Վրաստանը։ Ռուսաստանի հետ արդեն թշնամացել ենք, մեր երկու հարևաններին գիտենք։ Իրանի հետ ունենք 40 կիլոմետրանոց սահման, որից շուտով կզրկվենք, եթե այսպես շարունակվի։ Իսկ եթե Վրաստանն էլ սահմանը փակի, ուղղակի հիանալի կլինի։ Մենք նստած կլինենք խաղաղության խաչմերուկի մեջտեղում, թշվառի պես, առանց գազի, բենզինի եւ սննդի։ Ադրբեջանը այսօր իր տարատեսակ պաշտոնյաների բերանով, խոսքով զարգացնում եւ ծավալում է նոր պահանջներ Հայաստանի նկատմամբ, Հայաստանի տարածքի նկատմամբ, Հայաստանի ներքին գործերին է միջամտում, ուղիղ կերպով ուղղորդում է մեր արժեհամակարգի դեմ գործողությունները, ինչ որ տարատեսակ, այսպես չակերտավոր բարեկամքի դրսևորումներով վարում է դեգրադացիոն պատերազմ մեր դեմ, դեգրադացիոն այն իմաստով, որ այդ բարեկամքը այսպես գովազդում է որպես ձեռքբերում, հա, մինչդեռ դա ոչ մի ձեռքբերում էլ չի իրականում, մենք հետընթաց ենք ապրում։ Եթե խաղաղություն չի լինելու, Արցախի հանձնելը, Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը, Սոտքի մի մասի հանձնումը, Կիրանցը կիսելը, Տավուշի գյուղերը թշնամուն նվիրելը, բազմաթիվ այլ զիջումներ,
ինչ իմաստ ու նշանակություն ունեին։ Մինչդեռ եթե կա պատերազմի սպառնալիք, նորմալ պետությունը պետք է նախ եւ առաջ հզորացնի սեփական բանակը եւ անվտանգության համակարգը առհասարակ արտաքին անվտանգային երաշխիքներ եւ դաշնակիցներ փնտրի եւ այդպես շարունակ։ Մենք ո՞րն ենք անում։ Որոշիր, հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։